Քննարկումները եղել է եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ եւ քաղաքական թիմի հապաղության ղեկավարի Նարեկ Կարապետյանի հետ եւ վերջնական որոշումը միանշանակ ինձ է եղել եւ ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների եւ Գյումրի քաղաքի շահն է եւ այս պահին տեսնում եմ, որ կարող է եւ այնպես պատահել, որ կոլապսի ենթարկվեր քաղաքը, որը անընդունել է եւ ինձ համար եւ մեր քաղաքական թիմի համար։ Ասացի կուլիսային պայմանավորվածություններ չկան, այս մասին խոսեցիք, այսինքն սա փաստում է ամեն ինչ։ Սա հաստատում է վերջնական։ Այսինքն պատրաստ եք պայքարի, որ չզիջեք իշխանությունը քաղաքացիական պայմանագրին։ Նայեք, նորից եմ ասում, ես բազմիցս շեշտել եմ, մեզ համար ոչ պաշտոնակռիվ է, ոչ ատորակռիվ, այլ քաղաքի շահ, քաղաքացիների շահ, Հայաստանի Հանրապետության շահ։ Մենք այդ պայքարն ենք ուղղում, մենք չենք եկել, որ քաղաքապետի կամ պատգամավորի ատորի կռիվ տանք։ Մեր տեսակը այդպիսին է։ Պարոն Արաքելյան, այսինքն, այսպես ասած, ծանոթ հետև արեցիք, որ ձեր մանդատը վերցնելու պարագայում ազգային ժողովի Գյումրիում, Տիմում, Աբովյանիում, այսպես ասած, կոլապս կառաջանա։ Այսինքն հնարավոր համարեցիք, որ ձեր ընդդիմադիր թևում գուցե չկարողանա ձեզ փոխարինող ընտրել եւ գնա, այսինքն արտահայտություն է։ Այդ դրամաբանությունը ավելի շատ կարող է եւ չթողնեին, այսպես ասեմ։ Ինչ չտեսնեին։ Որ լիներ այդ ամեն ինչը։ Դες հանդարտ մի ընդդիմադիր ուժից մյուս ընդդիմադիր ուժին անցներ։ Պարոն Արաքելյան, չէ՞ կարծում օրենսդիր մարմնում դուք կարող եք ավելի անել Գյումրու համար։ Աշխատող մարդը բոլոր տեղերում է կարող է ամեն ինչ անել։ Եվ օրենսդիրում, եւ այստեղ Դեպետ մեր ուժը ներկայացված է, կարծում եմ այն խոչընդոտները, որոնք ունի Գյումրու քաղաքապետարանը օրենքի հետ կապված, անպայման կբարձրացվեն եւ լուծումներ կստանան։ Քաղաքացիական պայմանագիրը չի գալիս, երկու նիստը արդեն տեսնում եք ավական նիստերին չի գալիս։ Մի քիչ դժվար չի արդեն կամ ավելի լարված չի անցնում այդ, որ կարողանաք ամեն նիստին քվորում ապահովեք, քան որ մեկ կամ երկու ավականու անդամի բացակայություն արդեն խնդիր կստեղծի։ Ուրեմն այդ հարցի հարցատերը ես եմ։ Քաղաքացիական պայմանագիրը դու պատասխանի թե ինչու չի գալիս եւ ինչ միտում ունի ես ձեզ ասելու։ Եթե այդպիսի միտումներ ունի, որ ստեղծի ճգնաժամ, թող մի քաղաքացի լինի եւ պատասխանի այդ հարցերին։ Պարոն Արաքելյան, պարոն Ղուկասյանի հետ քննարկել եք, չէ՞, հարցը, դուք սպասում եք նաեւ, ասացիք, որ դեռ այն ժամանակ, երբ որ տնային կառավարություն չէ, որ բանտից այսպես ասած հայտարարություն կանի։ Ինչ եք քննարկել, այսինքն եթե հնարավոր է ճակերտներ որոշակի բացել, ինքը որ տարբերակի ավելի շատ կողմնակից էր։ Ճակերտների կամ գաղտնիության ոչինչ չկա, քննարկումը արդեն ըստ երևույթին տեսնում եք։ Իմ հրաժարականներ եւ վերջի խոսքը նորից կրկնվեմ, ինչպես մեր ուժը, այնպես էլ պարոն Ղուկասյանը թողել էին ինձ։ Վերջնական որոշումը դուք եք կայացրել։ Ազգային ժողովում գուցե ավելի օգտակար լինենք քաղաքին, քան այս պաշտոնին, այս մանդատով։ Պատասխանեցի այդ հարցին, ասացի, որ ազգային ժողովում մեր ուժը արդեն ներկայացություն ունի 25 մանդատ, քիչ մանդատներ չեն։ Այս պահին էլ նշեցի։ Մամուլում դուրս շրջանառվեցին, առավոտ եմ տեսել, որ կոնկրետ պայմանավորվածություն իբր թե ձեր հետ է ներքին պայմանավորվածություն, որ ամեն դեպքում տապալեք քաղաքի կառավարումը ընդդիմադիր ուժերի հետ եւ դրա դիմաց ստանալ Վարդան Ղուկասյանի եւ լուրջ չեմ պատասխանել, շատ լուրջ է, Ալեքսանդր, ինչ տապալեք, տապալված էր էլի որ ուզենեք, տապալեք, բայց չէ, տագարակը մենք թույլ չենք տալիս որ տապալենք։ Ամեն ինչից ասել եմ առաջնահերթ ոչ պաշտոնն է, ոչ ատորն է, ոչ ինչ-որ ներկայացությունն է, այլ քաղաքի շահն է
քաղաքի բնակիչների շահն է եւ Հայաստանի Հանրապետության շահը։ Գիտեք, որ հա գնալու եք մանդատ վերցնելու, ըստ էության եւ Գյումրին թողնելու եք, եթե ձեր քաղաքական ուժը, չգիտեմ, նախապես մտածում եք, որ իշխանություն եք վերցնելու։ Ամեն դեպքում այդ հարցը մինչև ընդրապայքար, մինչև ցուցակընկրվելը չեք քննարկել, չեք մտածել, որ պիտի հա մանդատ Ոչ մենք գնում ենք հաղթանակի ու բարձրացած հաղթանակի։ Իսկ երբ ստացած ձայները անակնկալ էր ձեզ համար համեմատաբար նախաճաշությունների համեմատ ճիշտ։ Անկեղծ եմ ասում անակնկալ էր։ Ինչով է դա ըստ ձեզ պայմանավորված։ Քաղաքացիական պայմանագիրը լավ աշխատեց։ Չեմ ուզում մտնել այդ դաշտ, դա արդեն թող քաղաքական ուժերություններ կանի, բազմիցս հայտարարել են, բայց անակնկալ էր։ Այդպիսի ձայներ չէինք սպասում։ Անարակելյան, ինչպես է զգում Վարդ Ղուկասյանը։ Առողջական խնդիրներ ունի, պետք է վիրահատության գնա։ Հիմա որ ինքը Գյումրիում է, ավելի հեշտ կլինի ձեզ կառավարելը քաղաքը։ Ճիշտ ասած, իր հետ իմ շփումը կա, բայց այն ժամանակ էլ ինձ չէ։ Ամբողջ բանը պահպանվել է։ Հիմա առաջնահերթ իր առողջական վիճակն է։ Ճիշտ։ Վիրահատություն կա, պարտություններ է տվել։ Այդ պարտությունների դեմ պետք է անպայման վիրահատություն անցկացնել։